Բելգիայի ոստիկանությունը խոզարկություններ է անցկացրել Եվրամիության դիվանագիտական ծառայության գլխավոր գրասենյակում, ինչպես նաև Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջում։ Պատճառը Եվրամիության միջոցների ենթադրյալ չարաշահումն է։ Ոստիկանությունն առգրավել է փաստաթղթեր եւ հարցաքննության կանչել 3 անձի։ Նշվում է, որ բերման են ենթարկվել եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար, Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրամիության դիվանագիտական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինուն։ Չի կարելի ներում շնորհել Պուտինին Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների համար։ Խաղաղության համաձայնագրում Ռուսաստանի մաքրման ցանկացած քայլ կլինի ահռելի չափերի պատմական սխալ, հայտարարել է Եվրամիության արդարադատության հարցերով հանձնակատար Մայքլ Մակգրաթը։ Նրա խոսքով Ուկրաինայում խաղաղություն ապահովելու Թրամփի ձգտումը չպետք է ազատի Պուտինին ռուսական ուժերի կատարած ռազմական հանցագործությունների պատասխանատվությունից։ Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում եւ հասկանում ենք, թե ում հետ գործ ունենք, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին խոսելով խաղաղ կարգավորման մասին։ Հարցը որոշումներ կայացնելու դժվարությունը չէ։ Ես ունակ եմ որոշումներ կայացնելու։ Կարևոր է, որ այս ամենն արդար եւ բաց լինի, որպեսզի Ուկրաինայի մեջքի ետևում խաղ չլինի, որպեսզի առանց Ուկրաինայի ոչինչ չորոշվի, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինան ստիպված կլինի ցավոտ զիջումների գնալ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։ Նույնիսկ կարող է անհրաժեշտ լինել հանրաքվե անցկացնել, հավելել է նա։ Գերմանիայի տնտեսությունը գտնվում է ազատանկման մեջ, հայտնել են Գերմանական արդյունաբերության ֆեդերացիայից։ Տնտեսական միջավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ ամենախոր ճգնաժամի մեջ է, սակայն Գերմանիայի կառավարությունը բավականաչափ վճռական արձագանք չի տալիս, ասել է ֆեդերացիայի նախագահ Պետեր Լայբինգերը։ Իտալական Պրադա նորաձևության տունը գնել է Վերսաչե ապրանքանիշը 1.4 միլիարդ դոլարով։ Վաճառքի մասին հայտարարվել էր դեռ ապրիլին, իսկ գործարքն ավարտվել է նախօրեին։ Սողանք է տեղի ունեցել Սերբիայի Կրագուևաց քաղաքում, այն հասել է քաղաքի համալսարանի գիտական կենտրոնի շենքին։ Բնության ուշագրավ տեսարան է առաջացել Պսկովի Վելիկայա գետի վրա։ Ձնախյուսերը առաջանում են, երբ ձյունը թափվում է գրեթե սառչող ջրի վրա։ Թրջվելով ձյունն արագ վերածվում է կպչուն հյուսանման զանգվածի, ստեղծելով հազվադեպ դիտվող բնական երևույթ։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։